Այս սարքը կատարել է իմ մանկության երազանքը, ես դարձել եմ Spider-Man-ը։ Եկեք այսօր երեդ պարզենք MetaQuest 3S-ի առավելություններն ու թերությունները, ձեզ պետք է թե պետք չի ու ոնց պետք է անվտանգ օգտվել Quest-ից, քանի որ ոնց պարզվում է մի քիչ վտանգավոր սարք է։ Ընկերներ, մինչև սկսել եք ուզեմ հատուկ շնորհակալություն հայտնեմ Laptop Store AM online վաճառասրահին, որ մեծ սիրով տրամադրեցին Quest-ը ձեր ու իմ համար, որ այսօր փորձենք ու հասկանանք ինչի է ընդունակ սա։ Ակնոցների հղումը կարող գտնեք նկարագրությունում։ Ուրեմն Quest 3S-ը VR վիրտուալ իրականության սարք է, որը թույլ է տալիս կոնտենտ վայելել այլ իրականության մեջ կամ նույնիսկ մեր իրականության մեջ։ Կարելի է ասել Meta-ն VR ոլորտի առաջատարներից մեկն է, ունի բազմաթիվ VR ակնոցներ, բազմաթիվ մոդելներ, ու Quest 3S-ը դրանցից մեկն է ու ամենաբյուջետայինը։ Սարքը գալիս է երկու հիշողության տարբերակով՝ 128 GB $350 եւ 256 GB $450։ Տուփի մեջ կա հենց ակնոցները, երկու կոնտրոլեր, դիսկավորման լարը իր ադապտերով, ակնոցներ կրող մարդկանց համար ադապտեր եւ ստանդարտ թղթաբանությունը։ Ըստ իս դիզայնը բավականին սիրուն է, կլասիկ VR ակնոց ու արկա է միայն սպիտակ գույնով։ Սարքը պատրաստված է ըստ իս բարձր որակի պլաստմասից, այս դեմքին կպնող հատվածը ցանցավոր գուբկայանման կտորից է, որը հնարավոր է հանել, կանխատեսում եմ հիգիենայի նպատակներով, որովհետև ամառը հաստատ կքրտնի ու լվանալու կարիք կլինի։ Գլխին ամրացվող հատվածը կանխատեսելիորեն ռեզինից է։ Սարքի վրա կա 3 կոճակ՝ ձախ կողմից միացնելու անջատելու կոճակը, ներքևից ձայնը կառավարման կոճակը եւ immersive կոճակը, որը թույլ է տալիս տեղափոխվել VR աշխարհից իրական աշխարհ եւ հակառակը։ Ձախ կողմում ունի 1 հատ USB-C բնիկ, դիսկավորման համար եւ տարբեր սարքեր միացնելու համար։ Quest-ը իր վրա ունի ներկառուցված բարձրախոսներ, որոնք զարմանալիորեն լավ են աշխատում ու իրոք շատ լավ են փոխանցում ներգրավվածության էֆեկտը։ Բավականին բարձր են ու իհարկե ստերեո են ու կախված ձեր կոնտենտի դիրքից, եթե օրինակ էկրանը ձեր դեմն է, դուք թեքվում եք, արդեն ոնց որ այս բaragam աչ կողմով եք ավելի լավ լսում։ Ինքն ընդհանուր իրոք ասում եմ զարմացրեցին, քանի որ չէի սպասում, որ բարձրախոսները այդքան հետաքրքիր ու լավ էֆեկտ կտան։ Ընդհանուր սարքը կշռում է 514 գրամ։ Ժողովուրդ, ստեղ մի րոպե, եթե այս տեսալովակը իմ մյուս տեսալովակները նայում եք, ալիքը ձեզ դուր է գալիս, բայց դեռ չեք բաժանորդագրվել, մի հատ խնդրանք ունեմ։ Իրոք, ձեզնից կարծում եմ շատ բան չի տանի, ուղղակի բաժանորդագրվել, դնել լայք, սեղմել են զանգակի վրա, որ իմ հետագա տեսալովակները բաց չթողնեք, որովհետև ձեր այդ մի քանի քայլերը ահավոր ոգևորում ու օգնում են իմ ալիքի զարգացմանը։ Ամենին լենզը առանձին ունի իր դիսպլեյը, ու ամեն մեկի resolution-ը 1832-ը 1920-ի վրա։ Ներկայացեմ, բավականին պարզ ու լավ որակով դիսպլեյներ են, հաճելի է կոնտենտ նայել, խաղալ, եթե կարող եք լավ հարմարացնել գլխի վրա, սեթափ անեք, դրա մասին հեսա վիդեոյի ընթացքում խոսեմ։ Էկրանները 72-ից 120 Hz թարմացվող են։ Սարքը թույլ է տալիս 96 աստիճան հորիզոնտալ եւ 90 աստիճան վերտիկալ տեսադաշտ։ Ուղղակի համեմատության համար ասեմ, մարդու աչքերը ունեն 200-ից 220 աստիճան հորիզոնտալ եւ 120-ից 135 աստիճան վերտիկալ տեսադաշտ։ Սարքի հզորությունը ապահովում է Qualcomm-ի Snapdragon XR2 Gen 2 պրոցեսորը 8 GB RAM-ով։ Նեցա որ սարքը բավականին արագ ու սահուն է աշխատում, որը շատ մեծ պլյուս է, այսքան ժամանակ չեմ նկատել, որ կախի, ասենք, խաղալու։ Չնայած իհարկե նենց չի, ես ինչ գրաֆիկա է, բայց պետք է հաշվի առնել, որ VR է։ Ու ես իմ անձնական փորձից կասեմ, նենց չի այդ գրաֆիկային տենց մեծ ուշադրություն եք դարձնում, որտեղ VR-ի էֆեկտը ավելի կարելի ասել հաճելի է, ավելի զարմացող է, քան տենց գրաֆիկան։ Ու մի բան, որը էլի հաճելիորեն զարմացրեց, երբ որ ինքը sleep ռեժիմում է գտնվում, ակնոցները դնելուց ու միացնելուց, ասենք մի քանի վայրկյան է տևում, որ սարքը լիովին միանա, որը էլի թույն։ Ինչ վերաբերում է մարտկոցին, երբ նայում ենք Meta-ի պաշտոնական էջը, դեռ նշվում է միջինում 2.5 ժամ մարտկոցի տևողություն, 2.7 ժամ խաղեր, 2.3 սոցիալ հարթակներ, 1.8 ժամ պրոդուկտիվություն։ Եմ որ անկեղծ ասում չեմ հասկանում այս բaragam պրոդուկտիվություն ասելը որն է ու խի է այդքան շատ մարտկոցը նստացնում, փորձեցի անգամ չհասկացամ այդ ինչը։ Ու 2.8 ժամ մեդիա դիտում, որը վիդեոն այլն է։ Լավ, անցնենք սեթափի process-ին։ Quest-ից օգտվելու համար ակաունտ է պետք ու դրա համար գնում ենք այս հասցեով։ Կարող եք օգտագործել ձեր Instagram-ի, Facebook-ի ակաունտները գրանցվելու համար։ Քանի որ ով չգիտի, ասեմ, այս երկու հարթակները պատկանում են Meta-ին, Meta-ն այն ժամանակ Facebook-ն էր, ամենափոխվեց դարձավ Meta, այնպես որ կարաք այս հարթակներով գրանցվեք կամ եթե ցանկանում եք առանձին մեյլով նոր ակաունտ բացեք։ Նաև արկա է սմարթֆոնի հավելված։
ու գրանցումը կարաք ստեղանեք։ Ակաունտ ստեղծելու process-ը իրոք շատ հեշտ ու ինտուիտիվ է։ Նայեք ժողովուրդ, մի հատ շատ կարևոր բան կա, մինչև օգտագործելը պետք է համոզվեք, որ սարքը լավ, հարմար նստած է ձեր գլխին, որ պատկերը պարզվենակ, թե չէ եթե այնպես հարմար չլինի, կախված լինի կամ այնպես թույլ լինի գլխի վրա, կարա թվա, որ ինչ-որ մի բան այն չի, պատկերը շաղված է, խնդիրը հիմնականում դրանն է լինում։ Հարմարացնելու համար կարաք կարգավորեք երկու տեղից, ինքը այսպես վերևից լիպուչկով բացվում է, ձգվում է ու ստեղից կարաք այսպես թուլացնեք կամ այսպես քաշելով ձգեք։ Մի հատ լայֆ հակ ասեմ, այս ամեն ինչը ավելի հարմար է անել գլխին դրած, միանգամից հասկանում եք, օքա թե չէ։ Նաև ներսից կարաք կարգավորեք լենզերի հեռավորությունը աչքերի համար։ Կա 3 ռեժիմ՝ 58 մմ ամենամոտիկը իրար, 63 մմ ու 68 մմ։ Եթե ուզում եք պարզեք որն է ձեր աչքերի համար ամենահարմարը, ամենաօպտիմալը, կարաք քաշեք այս ծրագիրը ու չափեք ձեր աչքերի միջև հեռավորությունը ու դրա կողմնորոշվեք։ Ոնց տենում եք իմ համար ամենահարմարը 58 մմ-ն է։ Ծրագրի հեղումը կթողեմ նկարագրությունում։ Ու ոնց ի սկզբանե ասացի, եթե կրում եք ակնոցներ, կարաք այս իրա հետ եկող ադապտերը օգտագործեք, դնում եք սրա արանքը, տարածությունը մի քիչ մեծանում է, ավելի հարմար է դառնում։ Համենայն դեպս սա դրա համար է, չգիտեմ ինչ կարող կօգնի։ Դե ոնց ասեցի, կառավարման համար կան երկու կոնտրոլերներ, որոնք սնուցում են մեկական 2A մարտկոցներով։ Հարմար նստում են ձեռքի մեջ, երկուսի վրա էլ դիմացի հատվածում կա 3 հատ կոճակ, 1 հատ ջոյստիկ, 1 հատ տրիգեր ու այս ձեռքի ներսի կողմից 1 հատ կոճակ, հիմնականում խաղերի մեջ ինչ-որ բան բռնելու համար։ Սարքը հենց կոնտրոլերներով կառավարման համար շատ հարմար է։ Ուղղակի մկնիկի նման ուղղում ենք այն հատվածի վրա, որը ուզում ենք ընտրենք։ Ու այս տրիգերով քլիք ենք անում։ Սկզբից կարող է մի քիչ անսովոր թվա, բայց մի քանի րոպեից կադապտանաք ու նույնիսկ սրանով տեքստ հավաքելն է հարմար դառնում։ Նայեք, ընդհանուր առմամբ մի կոնտրոլերը հերիք է սարքի կառավարման համար, ես հենց աչքն եմ օգտագործում այս մետա կնոպկի համար, որը մենյուն է բացում։ Երկրորդ կոնտրոլերը պետք է գալիս խաղերի մեջ ու այն ծրագրերի մեջ, որոնք հենց երկու ձեռ են պահանջում։ Մնացած դեպքերում վիդեո նայելուց, Instagram թերթելուց, ընդհանուր համակարգը օգտագործելուց մի հատ լրիվ հերիք է։ Ու նաև ասեմ, որ կա ձեռքերով կառավարման հնարավորություն, որը մի քիչ լավ չի աշխատում, ինձ ավելի հարմար է հենց կոնտրոլերով, ավելի կարելի ասել դիպուկ ես point անում են ամեն ինչի վրա ինչ որ ուզում ես, մատերով չգիտեմ, մի քիչ մեկ-մեկ սխում ես այնտեղ որտեղ չէր ուզում կամ հենց միանգամից չի ինքը գրանցում է սխմելը, կարող է երկու հատ սխմես, այս առումով ավելի հարմար է կոնտրոլերը։ Բայց եթե նախընտրում եք ձեռքով կառավարելը, ասեմ որ ինտուիտիվ է։ Երբ ձեռքերդ առաջ ես բերում, ակնոցների մեջ տեսնում ես ձեռքերդ, ընտրություն կատարելու համար ուղղակի ցուսամատդ ու բութդ կպցնում ես իրար։ Իսկ երբ ձեռքդ թեքում ես, երևում է մետայի նշանը, որը սեղմելուց բացվում է մենյուն։ Ու մենյուից կարաս ընտրես ինչ ուզես։ Ես չէի մտածի, որ սրա մասին կխոսամ, բայց եկեք սովորենք VR-ից անվտանգ օգտվել, քանի որ իմ փորձից ես հասկացա, որ մի քիչ տրավմաների ռիսկ պարունակող սարք է։ Ուրեմն սարքից օգտվելուց համոզվեք, որ բավականաչափ ազատ տարածք ունեք ձեր շուրջը։ Չկան կտրող ծակող առարկաներ մոտակայքում, ասենք չգիտեմ, դանակ, մկրատ, կոտրվող ապակի, որը կարաք պատահական կպնեք, ջարդեք ու ձեզ վնասեք։ Կամ որ ահավոր կլավում եք այս process-ի մեջ ու մի տեսակ կորցնում եք տարածության զգացողությունը։ Հետևաբար շանսերը մեծ են, որ ինչ-որ օբյեկտի կգնաք խփեք։ Իմ հետ մի քանի անգամ եղել է, որ ձեռքս ուժեղ խփել եմ սեղանին, այս բեյսբոլ խաղալուց։ Այն որ իրոք տարվել էի խաղով ու չէի նկատել ոնց եմ մոտեցել սեղանին ու տենց լավ ձեռքս տենց տվեցի սեղանին, լավ կոնտրոլերին բան չեղավ, որովհետև պետք չի վնասել, սա հələ հետ պետքա տամ լապտոպ ստորը եմին։ Ու այս անվտանգության հետ կապված մի հատ բան հասկացա, շատ լավ է որ բարձրախոսներ են, այլ ոչ ականջակալներ, քանի որ առանց էդ էլ տենց վիզուալ ընկղմվում ես խաղի մեջ, չես նկատում շուրջ բոլորդ, ու սենց գոնե լսողությամբ ներկա ես գտնում սենյակում, ասենք որ ձեն տան կողքից գոնե կլսես, այ եթե ինչ-որ մի բան այն չի։ Փոխարենը եթե լինեք ականջակալներով, ֆիզիկական աշխարհը ոչ կտենաք, ոչ կլսեք ու դա իրոք վտանգավոր է։ Համ ձեր համար, համ շրջակայքի համար։ Չեմ ասում, որովհետև տեսողությունն ու լսողությունն ու կողմնորոշման համար շատ կարևոր օրգաններ են, ու ասենք տեսողությունը փակում եք, լսողությունն էլ փակեք, որ կատաստրոֆա կլինի։ Պետք չի։ Դե որ հավատացնում եմ ձեզ նույնիսկ բարձրախոսներով բավականին վախենալու։ Երբ տարված ես VR աշխարհում ու ինչ որ մեկը քեզ ուղղակի կանչելու համար ձեռք է տալիս։ Այսօր խնդրում եմ ժողովուրդ ուշադիր եղեք VR-ից օգտվելուց, հետևեք անվտանգության կանոններին։ Լավ, ընդհանուր տպավորությունների մասին։ Իրոք որ անբացատրելի զգացողություն է գտնվել մի ուրիշ իրականությունում կամ VR աշխարհը բերել մեր իրականություն։ Ու Quest-ի ներքևում գտնվող այս կոճակը պատասխանատու է դրա համար։ Երբ սեղմում ենք կոնտենտը հայտնվում է մեր իրականության մեջ։ Ու նորից սեղմելուց
դրամից գնում ենք VR աշխարհ։ Նայեք, չեմ ասի, որ տենց բարձր գրաֆիկայով ահա որ հետաքրքիր կոմպլեքս խաղերը շատ են, երևի թե մենակ Batman-ի խաղն է, որը գրաֆիկայով ինչ որ չափով լավն է, բայց անկեղծ եմ ասում, օգտագործելուց դրան վաբշե ուշադրություն չես դարձնում։ Որովհետև քո համար այդ բան գրաֆիկան չի կարևորը, այլ նոր զգացողությունները։ Ոնց սկզբից ասեցի, ասենք կարս դառնա Spider-Man-ը ու թռնես շենքերի վրով։ Այն որ չեմ կարա բացատրեմ զգացողությունները, թե ինչ հավես է, իմ մանկության այն որ երազանքներ։ Այն որ մարմինդ սկսում է այդ բարձրությանը ռեակցիա տալ։ Ու ասենք քեզ թվում է, որ ընկնում ես։ Ու հա, այս էլ այն պատճառներից մեկը, որ ասում եմ, ուշադիր եղեք որտեղ եք կանգնած։ Որովհետև որ անկեղծ մեկ-մեկ ոտերս թուլանում էր։ Իրոք անբացատրելի է։ Նայեք, պետք է նշեմ, էսի օֆիցիալ Spider-Man խաղը չէր, այս խաղի անունը Untangled էր, Sony կողմից չէր արտադրված, բայց այն որ զգացողությունները մեկա վաո։ Մյուս խաղը, որը երկար ժամանակ տարվել է, ես բասկետբոլն է։ Ինչ ռեալ է զգացում sense բասկետբոլ խաղալը։ Ուստեղ ամենաթույնն է, որ խաղի մեջ կոպես ուրիշ խաղացողներ էլ կան։ Ու մեկ-մեկ գալեսին հետո խաղում։ Կամ մեկ-մեկ խանգարում, որ տեղափոխվում ես մեծ ուրիշ իրականություն։ Էլի հետաքրքիր խաղեր կային, ասենք sense կրակոցի, որտեղ պետք է մաքսիմալ ամեն ինչ դու անես։ Ասենք կրակելը, վերալիցքավորելը, նռնակ գցելը, նշան բռնելը, կոնտենտ նայելն էլ բավականին հավես էր սրանով։ Աչքերի դիմաց մեծ էկրան է հայտնում ու ոնց որ կինոթատրոնում լինես։ Արդեն ներսում արկա բրաուզերով քո նախընտրած հարթակով կարաս կինո նայես, կամ YouTube նայես, կամ Instagram թերթես։ Երեք չի ռեալ կյանքում մի հատ էլ վիրտուալում ենք ընկնում կախվածության մեջ։ Նաև հնարավորություն կա սարքը միացնել Mac-ին, Windows-ին ու մեր աշխատանքը անել մեծ էկրաններով։ Ես մենակ փորձել եմ Mac-ով, թույլ է տալիս ստեղծել մինչև 3 վիրտուալ մոնիտոր ու աշխատել այդ մոնիտորներով։ Ճիշտ է, մի քիչ ուշացում կա այս կապի մեջ, բայց ընդհանուր առմամբ օքա։ Հնարավորություն կա նաև միացնել PlayStation 5-ին, 4-ին, Nintendo-ին, կարճ ասած այն ամեն ինչին, ինչը ունի HDMI output։ Սավոք սրտի ես չկարողացա փորձեմ, քանի որ դրա համար անհրաժեշտ է video capture card, որը ես տվյալ պահին չունեմ, չստացվեց ճարել, բայց եթե դուք ունեք, դրանով կարաք միացնեք Quest-ին։ Okay, եկեք անցնենք իմ ռիվյուների ամենակարևոր մասին՝ առավելություններն ու թերությունները։ Ու եկեք սկսենք առավելություններից։ Մեկ էս սարքից օգտվելը իրոք նոր ու ունիկալ զգացողություններ է տալիս։ Ու ամբողջ հոգով սրտով տարվում ես կոնտենտով վայելում, որը VR-ը նոր փորձողների համար կարամ ասեմ հետաքրքիր կլինի։ Իմ համար համենայն դեպս շատ հետաքրքիր էր։ Մի առավելություն, որը կարծում եմ նմանատիպ սարքերին տիպիկ չի, բայց ես ահա որ զարմացա, որ բացահայտեցի, դա Wi-Fi մոդեմի շատ մեծ արագությունն է։ Այն որ իրոք սարքի ինտերնետից ամեն ինչ արագ է քաշում։ Վիդեոները չեն կախում, ֆիլմերը հանգիստ նայում ես։ Դե իհարկե սա պայմանավորված է նրանով, որ այն ինտերնետը, որին կպնելու եք, արդեն պետք է արագ լինի, բայց ասենք կան սարքեր, որոնք կպնում ես նույն արագ ինտերնետում ու ահա որ կախում են, ահա որ դանդաղ են աշխատում։ Նայեք, առավելություններից մեկը, որը կուզեմ նշեմ, դա ուրիշ սարքերին միանալու հեշտությունն է, իրոք բավականին հեշտ ու արագ միանում է։ Լավ, թերությունների մասին։ Նայեք, իմ հետևորդները, մշտական դիտողները գիտեն, որ իմ ալիքի համար շատ կարևոր է անկեղծությունն ու վստահությունը։ Ու ինչքան է սարքը նոր լինի, լավ լինի, ես չեմ կարող չխոսամ թերությունների մասին, ու այս պարագայում տեղ թերությունները մի քիչ ավելի շատ են, քան առավելությունները։ Նեքստ, սկսենք նրանից, եթե առաջի անգամ եք օգտագործելու, որ վստահացնում եմ, որ սխառնոց եք ունենալու, գլխացավ կարող եք ունենալ, չեմ ասի աչքի ցավ, բայց sense աչքերի չորություն ու հոգնածություն կարակ ունենաք, այն որ իրոք հաճելի զգացողություններ չեն լինել սարքը անելուց հետո։ Չնայած հանուն արդարության կարամ ասեմ, որ սա մենակ Quest 3-ի մասին չի, այլ ընդհանուր VR-ների մասին։ Հանուն արդարության այդ սրտխառնոցը որոշակի ժամանակ օգտագործելուց հետո էլ չի լինում, բայց գլխապտույտը, այդ աչքերի հոգնածությունը մեկա մնում է։ Նայեք, այս թափանցիկ pass-through ռեժիմը մեղմ ասած այդքան էլ լավը չի։ Որ շուրջդ նայելով իրոք զգում ես, որ տեսախցիկների մեջից ես նայում ու որակը ցածր է։ Ու այդ VR-ի կախարդական էֆեկտը մի փոքր կորում է։ Հայրոք հասկանում եմ, որ ասենք պետք չի սպասել, որ քո աչքերով տենալու որակն է լինելու, գրաֆիկան է լինելու, բայց այն որ սպասելիքները մի քիչ ավելի շատ էին, եթե հնարավորություն լինի Vision Pro օգտագործելու, այնտեղ լսել եմ այս pass-through ռեժիմը շատ ավելի բարձր ու լավ որակով է արված, այդի կարելի է փորձել։ Ոստեղ երևի թե ամենամեծ թերությունը քաշն է։ Նայեք, ակնոցները օգտագործելու սկզբի 10 րոպեն լրիվ օքա։ 20 րոպեից հետո արդեն դեմքին մի քիչ ծանրություն եք զգում, իսկ դες 40-ից հետո ուշք ու միտքդ ոչ թե կոնտենտ նայելն է, այլ այն ծանրության դիսկոմֆորտը, որի մասին այդ պայն մտածում ես։ Ես մի քանի անգամ փորձեցի երկար վիդեոներ նայեմ, որ չդիմացա, մի անգամ 50 րոպեանոց վիդեո եմ նայել ու ասենք տենց 40-ից հետո հանում էի, մի երկու վայրկյան հանգստանում էր գլուխս դնում էի։
Հա, կարող այդ 514 գրամը սկզբից թեթև ազգացվում, բայց 40 րոպե հետո այն որ ծանր է։ Մեկ մարտկոցի համար չեմ ուզում բողոքեմ, որտեվ այնքան երկար չեմ կարացել կրեմ, որ մարտկոցը լրիվ նստի։ Նենց է մետայի նշված 2.5 ժամը ոնց որ դիմանում է, բայց երբեմն անհասկանալի պատճառներով մարտկոցը ուղղակի բավականին արագ նստում էր։ Չգիտեմ։ Ունեցավոր չեմ էլ կարծում, որ լիցքավորման ժամանակ սարքը պետք է օգտագործել, համենայն դեպս ես ընդհանրապես կոմֆորտ չեմ զգում, ասենք լիցքավորվող սարքը դեմքից sense մոտիկ պահեմ, չգիտեմ։ Ռիսկի պետք չի դիմել ամենայն դեպս։ Հա, կան քվեսթերի համար գլխի աքսեսուարներ, որ ավելի հարմար լինի, բայց նեք, առաջինը սարքը ռիվյու ենք անում այն տեսքով, որը գալիս է տուփից, այսինքն սենց առանց ուրիշ աքսեսուարների, իսկ ինքը սենց երկար օգտագործման համար այդքան էլ հարմար չի։ Երկրորդը չեմ կարծում, որ այդ աքսեսուարները ինչ-որ 170 աստիճան փոխելու են օգտագործման տևողությունը։ Հա, ինչ որ չափով ավելի հարմար կլինի, եթե մի օր առնեմ քվեսթ, կարեմ նաև այդ աքսեսուարներից ու այդ աքսեսուարներին ռիվյու կանեմ, որ իմանաք ոնցն է։ Եթե փորձեմ ամփոփեմ այս վիդեոն, ումա պետք էս սարքը։ Երբ թե այն մարդկանց, ովքեր սիրահար են VR ակնոցների, ովքեր շուտվանից ուզում էին ունենային իրենց անձնական VR ակնոցները, ու ասեն, որ այս մոդելը բավականին էժան, հասանելի ու ճանաչված բրենդից է, այն մարդկանց համար, ովքեր ունեն ավելորդ գումար ու ուզում են նոր փորձառություն, ու ասենք այն թերությունները, որը նշեցի, իրենց համար թերություն չէր։ Դա իսկ ում համար չի։ Կարծում եմ այն մարդկանց համար, ովքեր ասենք պլանավորում են սա օգտագործեն որպես տնային կինոթատրոն, կամ որպես խաղային համակարգ, կամ տենց մի քանի մոնիտորին փոխարինող սարք, ու այս վերջինի մասին ես իրոք մտածում էի, որ մի քանի էկրանները փոխարինելու համար առնեմ VR ակնոց, բայց լավ օգտագործեցի ու հասկացա, որ լավ գաղափար չի։ Իսկ RG առնել թե չէ, իրոք կախված է նրանից, թե ինչքան օք եք վիդեոում նշվածի հետ։ Ասենք ինչի համար եք օգտագործելու, ինչքան եք ուզում VR ունենաք։ Սրանք հարցեր են, որը ձեզ տալով կարծում եմ կհասկանաք, արդյոք ձեզ պետք է, թե պետք չի։ Ես որ ավելորդ գումար ունենայի կդիտարկեի այս սարքը, այն որ ուղղակի VR ակնոց ունենալու համար չկա ինչ-որ գործողություն, որը պլանավորում եմ սրանով անեմ, ասենք պրոդուկտիվությունը բարձրացնելու համար կամ ինչ-որ սարք փոխարինելու համար, այն որ զուտ ուղղակի որպես VR ակնոց մեկ-մեկ խաղալու համար երբ թե հիմնականում այդ կամ կարճ վիդեոներ նայելու համար կամ եթե այն վերոնշյալ աքսեսուարը առնեմ, այդ աքսեսուարով գոնե երևի թե մի քիչ ավելի երկար վիդեոներ նայեմ։ Գիտեմ։ Շնորհակալություն, որ նայեցիք, առողջ եղեք, միշտ նոր հանդիպում։ Սիրում եմ ձեզ։ Այս վերևից է կարգավորվում, սենց ինքը բացվում է ու այս հատվածներից ինքը սենց ձգվում ջարդեց։ Չէ, չեմ ջարդել, իրականում էսի հելնում դրվում է։